Միջամտություն էր մեր ներքին գործերի Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, որ իրենց համար լավ կլինի, որ Նիկոլը ընտրվի, եւ նաեւ Վենսի հայտարարությունը, որ մարդիկ դա անգամ հրավիրել են սեպտեմբերին էլ համաձայնել է գնալ այդ խաղաղության բանի մասնակցելու եւ հիբրիդային դա հիբրիդային պատերազմ է։ Այդ դա արդեն հիբրիդային է։ Դա է հիբրիդային։ Ռուսաստանի կողմից ոչ մի տես բան չի եղել։ Եվ ես նույնիսկ վախենամ, որ կարող է պատահել Ռուսաստանն էլ գցում այդ հարավային Կովկասը այդքան մեծ խնդիրներով գուցեև նույնիսկ Ռուսաստանը իրեն թույլ տա, դե Նիկոլը մնում է, թող մնա կամ եւ այլն։ Բայց նրանք իրենց թույլ չեն տալիս։ Նույնիսկ այդ խաղաղության կոնֆերանսին գնալը Փաշյանի հրավերը, հրավիրվել է Հայաստանի վարչապետը պարտադիր չէ Փաշյանը գնա։ Ես ուշադրում եմ նոր վարչապետը գնա, բայց նոր վարչապետն էլ պիտի մտածի գնա թե չէ, դուք գիտեք որ Բելարուսն ու Ռուսաստանը հրաժարվեցին։ Ինչ է ուզում խաղաղության այդ խորհրդում ստեղծել Միացյալ Նահանգների նախագահ Տրամպը, նոր ՄԱԿ-ը ոչինչ ասում, մենք ՄԱԿ-ի անդամ ենք։ Այո։ Դենա ՄԱԿ-ն էլ արդեն կոմպրոմիսի գնաց, ասում է, դե մենք հələ կնստենք, տեսնենք ինչ է առաջարկում Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի նման, որտեղ իրանք արդեն լուրջ ֆինանսական ճգնաժամ ունեն, չէ՞, այնտեղ չեն կարողանում։ Հա, հիմա Հայաստանը ես չգիտեմ, ես այս բան պատրաստ չեմ պատասխանելու, եթե Հայաստանի նոր վարչապետը ինչպես կմտածի գնա թե չէ, այդտեղ հարցական կա, այդտեղ լուրջ մտածելու տեղի կա։ Այդ խորհրդի նիստին գնում ենք, որ ինչ ենք ստացել։ Լավագույն դեպքում ակնկալում են ապրիլ-մայիսին ստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը, որի մեջ ոչ մի բան չկա, առանց տարածքներ ճանաչելու խաղաղության պայմանագիր ստորագրում ենք, որ ինչ ստանանք։ Իմիջիալոց 3 Ալիևը Մյունխենում էր, չէ, հայտարարել է, որ չի լինելու, միջև մեր այդ պահանջները չլինի։ Այսպիսի ինֆորմացիա գնաց, որ Միացյալ Նահանգների Թուրքիայի խավորությամբ պայմանավորվել են, որ միայն խաղաղության բանը կստորագրեն, որպեսզի դա բոնուսներ բերի Նիկոլին, աջակցեն օգնեն, որ անցնի, բայց ընտրություններից հետո արդեն արագ կանցկացնեն սահմանադրության փոփոխություն, տարածքների եւ այլն, բայց տեսեք երեք նորից հստակ հայտարարեց Ալիևը, որ դա չի լինելու։ Ինչ բլեֆ է այս խաղաղության պայմանագիրը, եթե դա լինի։ Դա Հայաստանի բլեֆն է, որովհետեւ Հայաստանի իշխանությունները ուզում են դա մատուցել, ուզում են դա վաճառել իրենց ապագա ընտրողներին, որ մենք խաղաղության պայմանագիր բերենք։ Բայց նույնիսկ դա եթե լինի չլինի, ես քեզ ասում եմ, քանի որ մենք փոխադարձ սահմանների ճանաչում չունենք եւ այդ պայմանագրում չի ֆիքսվում տարածքները, անհասկանալի է պայմանագիրը ու միջև է։ Վերնագրում գրված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց ոչ ոք չգիտի որտեղ է սկսվում Հայաստանը եւ որտեղ է վերջանում։ Ադրբեջանը դա չի ճանաչում։ Հայաստանը ճանաչել է, ասել է 76600 քառակուսի կիլոմետր է Ադրբեջանը։ Ադրբեջանը չի ասել, որ Հայաստանը այն սովետական բարով 29807 քառակուսի կիլոմետր է։ Ավելին, սահմանները, որ մենք ճանաչել ենք 1988 թվականի հունվարի 12-ի պրոտոկոլով, որը Ադրբեջանը ստորագրել է բոլոր մակարդակներում, այդ դեպքում մեր սահմանները պետք է լինեն տարածքները 30157 քառակուսի կիլոմետր։ Այդ պրոտոկոլից այսօր Ադրբեջանը հրաժարվում է եւ մեր Գրիգորյանը հաջողությամբ ճակերտավոր ասած տապալեց 88 թվականի հունվարի 12-ի պրոտոկոլը։